Հարգելի փոխոսնակներ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը ստանձնած Հայաստան դաշինքը գալիս խոսում է այս ամյոնից, ասում է եվրոպական որ մի երկրում եք տեսել, որ երկրի նախկին նախագահի հետ սենց վարվեն, կալանավորեն, ձերբակալեն, հերիք չէ մի հատ էլ որդուն պատասխանատվության ենթարկեն։ Ախր դա չգրված օրենք է, հասկանում եք, մի տնից մի քանի հոգու կալանավորելն ու ձերբակալելը։ Այդ չգրված օրենք այդ որտեղ է գրված։ Այդ ոնց է սահմանվել, էլի մի հատ կասեք հասկանանք։ Այդ ինչ փողոցային բարքեր վարքերով եք ընդհանրապես դուք պատկերացնում մեր իրավապահ համակարգի աշխատանքը։ Մի տնից ենթադրենք օրինակի համար, եթե երկու հոգի երկու եղբայր ենթադրենք գնացել են մարդ են սպանել։ Հիմա այդ ինչ է նշանակում։ Ձեր տրամաբանությամբ այդ մարդկանցից ընդամենը մեկին է պետք ձերբակալել կամ կալանավորել, այն մի աղբորը պետք է բաց թողալ։ Այդ փողոցային գաղափարախոսությունն է դա ասում։ Շատ ներողություն այս արտահայտությանս համար։ Քուչի պանյատներով եք պատկերացնում այս երկրի կառավարումը։ Նորից եմ ներողություն խնդրում այդ արտահայտության Հարգելի գործընկերներ, մի րոպե, պարոն Շախոյան, հարգելի գործընկերներ, խնդրում եմ պահպանել լռություն եւ մի րոպե, մի րոպե, հանգած հասկացանք, ժողովուրդ, հարգելի գործընկերներ, պարոն Շախոյանի, մի րոպե, պարոն Շախոյանի ձևակերպումները որևէ կոնկրետ անձի անմիջականորեն ուղղված չեն։ Եթե որևէ կոնկրետ անձի ուղղված լիներ, ես նկատողություն կանեի։ Ես խնդրում եմ, հարգելի գործընկերներ, ես խնդրում եմ համատեքստը մեջ բերվող բառերի նկատի ունենալ։ Եթե որևէ մեկին ուղիղ որևէ բան ասվի, ես անպայման դա հաշվի կառնեմ։ Հիմա խնդրում եմ պահպանել լռություն եւ շարունակել լսել ելույթ ունեցողին։ Համեցեք։ Այո, ժամանակը ձեր կավելացվի, որքան որ ընդհատվել է։ Եկեք մի հատ էլ հասկանանք, էլի հարգելի գործընկերներ։ Այդ ինչ տրամաբանությամբ ու գաղափարներով եք դուք առաջնորդվում։ Կամ որ ասում եք եվրոպական այդ որ մի երկրում են նախկին նախագահի հետ սենց վարվում։ Իսկ եվրոպական որ մի երկրում է, որ ինչ որ մի անձ ժամանի այդ երկիր, ժեկի թղթով դառնա նախագահ, չունենալով եւ ոչ մի կարողություն ու հանկարծ 10 տարի պաշտոնավարելուց հետո պարզվի, այ քեզ զարմանք, դոլարային միլիոնատեր, հարյուրավոր միլիոններ, եթե ոչ միլիարդների մասին է խոսքը։ Եվրոպական այդ որ մի երկրում եք նման բան տեսել, էլի։ Թե կարող է մտածում եք, կարող եք գալ այս ամբիոնից ու բոլորին փորձել հավաստիացնել ու համոզել, որ գիտեք ինչ կա, հալալ, արդար, քերտինքով վաստակած գումարներ է այդ ամեն ինչը։ Դուք լուրջ կարծում եք մենք ենք այդքան միամիտ, թե մեր հանրությունն է այդքան միամիտ։ Կամ այդ էժան շահարկումները, որ գալիս եք այս ամբիոնից անում եք, թե այ տեսեք, վարչապետը եկավ, այս ամբիոնից շատ ուղիղ հրահանգ տվեց իրավապահ համակարգին, դրա համար էլ կալանավորեցին։ Հիմա բացահայտում եմ անում, ես վստահ եմ իմ գործընկերներից էլ շատերը տեղյակ չեն դրանից, բացահայտեմ, թե իրականում ինչ է կատարվել։ Ուրեմն, սիրելի ժողովուրդ, երկար տարիներ շարունակ բոլորիս մոտ զարմանք էր առաջացնում, թե հա լավ հասկացանք, այս մարդը դոլարային միլիոնատեր է, դատախազությունը արդեն իսկ ավելի քան 200 միլիոն դոլարի ապօրինի գույք է բացահայտել, որ ունի Ռոբերտ Քոչարյանը ու նրա ընտանիքը։ Բա ոնց է չեն գնում հետևից, գործը ինչի տեղից չի շարժվում, ինչու՞մն է խնդիրը, պարզվում է ինչ իրավապահ համակարգում կան անձիկ, ովքեր իրենց թույլ են տվել ծառայություններ մատուցել Ռոբերտ Քոչարյանին։ Այս process-ի մասին, այն որ տեղի է ունենալու քրեական գործ, դրա վարույթում ձերբակալություն, այս կողմ, այն կողմ, դրա մասին տեղյակ են պահել նաև Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին։ Դրա համար էլ 2 օր առաջ վարչապետի ներկայությամբ Քոչարյան կրծերը Լևոն Քոչարյանը վարչապետի հետ հարց ու պատասխանի ժամանակ խոսույթը սրեց վիրավորանքներ հնչեցնելով, Վագն Ալեքսանյանից պատասխան ստացավ, հնչեց վարչապետի հայտարարությունը, որպեսզի հետո փորձեն դա մատի փաթաթան սարքեն, ասեն այ տեսեք, եկավ ազգային ժողովի ամբիոնից շատ ուղիղ հրահանգ տվեց իրավապահ համակարգին, որ գնացեք եւ գործողություններ իրականացրեք։ Այս process-ների մասին դուք նախորոք տեղյակ եք եղել։ Ասեմ ավելին, ձեր երեխաները այդ օրը տանը պետք է չլինեին, բայց իմանալով, որ իրավապահ համակարգը գալու է խուզարկության, ձեր երեխաները տանն են եղել։ Ասեմ ավելին,
Հարգելի գործընկերներ, պարոն Չախյան, մի րոպե, խնդրում եմ մեկնաբանություններ մի արեք, որովհետև պարոն Չախյանը որևէ վիրավորական արտահայտություն չի օգտագործում։ Շատ լավ, հիմա կլինի ձեր հրճվանքը, խինդ ու ծիծաղը, զուս պանեք եւ չխանգարեք նիստը։ Անգամ հասցրել եք, այնքան եք տեղեկացված, թե երբ են գալու իրավապահները, որ անգամ հասցրել եք, պլակատ պատրաստեք ու տեղադրել եք բարի գալուստ ԱԱՑ-ը, որովհետև սպասում եք, որովհետև օրեր առաջ արդեն գիտեիք ինչ է կատարվելու, բայց այդ հարցում էլ պետք է ձեզ հիասթափեցնեմ, ձեզ ինֆորմացիա տվողների ձեռքերն են կտրելու, օրենքով իհարկե, ձեզ ծառայություն մատուցող իրավապահ համակարգի աշխատակիցները օրենքի առաջ խստագույնս պատժվելու են ու այլևս չի հաջողվելու զերծ մնալ պատասխանատվությունից։ Հիմա ինչ վերաբերում է մնացածին, անընդհատ գալիս են այս դալիճից հայտարարում են երեխաները տանն էին, երեխաների ներկայությամբ խուզարկություն արեցին, այս արեցին, այն արեցին։ Ժողովուրդ, հերիք է երեխաների, մանկահասակ երեխաների թիկունքում փորձեք թաքնվել։ Կամ դուք ո՞նց եք պատկերացնում, ԱԱՑ-ն պետքա գար ձեր դուռը թակեր, ասեր վայ կներեք, երեխաները տանն են, կլինի մի 4 ժամից գանք խուզարկություն ենք անելու։ Երեխաները երբ որ տանը չեն լինի, այդ ժամանակ կգանք խուզարկություն անելու։ Դուք տենց եք պատկերացնում, հա այդ քննչական գործողությունները։ Հերիք չէ լավ երեխաների թիկունքում թաքնվել, ինչքան կարելի է։ Կամ այդ որ ասում եք երեխաները ազդվեցին այդ տեսարաններից, երեխաների ներկայությամբ պետք չէր, բա այդ միլիոնավոր դոլարները, այդ եթե ոչ միլիարդավոր դոլարները, այդ որ հասցրել եք տարատեսակ մեթոդներով ու եղանակներով ձեզանով եք արել։ Բնականաբար կաշառակերությամբ, բաքի քանի երեխայի բերանից եք կտրել, որ ձեզանով եք արել, մի հատ կասեք հասկանամ։ Այս ինչ տրամաբանությունն է ընդհանրապես, ինչի ձերը երեխաներ էին, այն մարդիկ ում բերանից կտրում էիք, այդ ամեն ինչ ու ձեզանով էիք անում, միլիոնավոր դոլարներ էիք դիզում, իրանցը երեխաներ չէին, թե ձեր երեխաների արունը կապույտ էր, էլի, ելեք մի հատ հասկանանք։ Այդ ոնց է ստացվում, որ ձերը երեխա են, մնացածինը երեխա չեն, հա։ Չէ, չի կպնում ժողովուրդ, ու չի ստացվելու, երեխաների թիկունքում թաքնվել էլ չի ստացվելու։ Կոպեկ առ կոպեկ ժողովրդից ու պետությունից ինչ թալանվել է, կոպեկ առ կոպեկ վերադարձվելու է։ Ու նաև օրենքի առաջ պատասխան են տալու խստագույնս այն անձինք, ովքեր իրավապահ համակարգից Քոչարյանին ու նրա ընտանիքին ծառայություններ են մատուցել։ Ասեմ դες process-ը արդեն իսկ սկսված է։ Եկել են խոսում են, փորձում են արդարացնել, թե գիտեք ինչ կա, մերն է օրինական է։ Ժողովուրդ, նախագահության տարիներին Քոչարյանի կոպեկներով հողատարածք է օտարվում։ Հետո դառնում է ինչ-որ մի հատ ընկերություն, որի 50%-ը, չգիտես ինչ հրաշքով, երևի Սեդրակ Քոչարյանի սիրուն աշկերի համար հանում նվիրում են Սեդրակ Քոչարյանին։ Դե ընդհանրապես նվիրատվություն եղած է, ինչ է որ։ Չէ՞ բայց կարելի է, չէ՞ գոնի մի քիչ ավելի հնարամիտ լինել այդ հարցերում։ Չէ՞ այս մարդիկ բաց ափաշկյարա հանում են, ծախում են կոպեկներով, հետո որպես նվիրատվություն ընդունում են այդ ամեն ինչը։ Չի ստացվելու ժողովուրդ, պլաստալ չի ստացվելու այս անգամ։ Տիկին Յոլյան, անդրադառնամ հիմա ձեզ։ Ձեր գործընկերներից մեկը քաջալերող խոսքեր էր ասում ձեր հասցեին։ Ցիտում եմ բառացիորեն, «Էդ ինչ հայրենասեր անձնավորություն եք դուք, Գորիսը էդ ինչ լավ եք պահում, պետության մեջ պետություն եք ստեղծել»։ Չէ՞ դուք պատկերացնում եք, պետության մեջ կարելի էր պետություն ստեղծել։ Ես չգիտեմ գիտակցելով թե անգիտակցաբար, բայց ձեր գործընկերը մեղադրեց ձեզ հակապետականության մեջ։ Պետության մեջ պետություն չկա, չի եղել ու չի կարող լինել։ Եթե եղավ, այդ պետությունը կազմաքանդվելու է, դա հակապետականություն է, ապապետականություն է, հասկանում եք։ Հետո էլ կգաք միամիտ դեմքով կկանգնեք, ասեք, վայ մեզ ասեցին ապապետական ուժ։ Բա ապապետականություն էլ ո՞նց է լինում։ Ես ձեզ ասեմ ավելին։ Դուք փորձում եք նաև քաջալերել այն անձանց, ովքեր փորձում են պետության ներսում պետություն դառնալ։ Այն որ գալիս ամեն անգամ այսպես դմդմբացնում եք, իմիջիալոց հիմա էլ կարող եք դմդմբացնել։ Կտրիչ Ներսիսյանն էլ է փորձում պետության մեջ պետություն լինել։ Դմդմբացեք, անպայման։ Անպայման։ Այդքան կանխատեսել եք դուք։ Շատ լավ, հարգելի գործընկերներ։
Այդքան կանխատեսելի եք դուք։ Այդքան կանխատեսելի եք դուք, բայց Հարգելի ամենահետաքրքիրը գործընկերներ, մի րոպե, պարոն Չախան։ Ժորժ ջան, ակցիան արեցիք, հիմա հետևից կոմենտներ եք անում, թողեք, շարունակի։ ու մի բան է, Ժամանակը այս ինչքան որ ընդհատվում է, այնքան իր ժամանակը ավելանալու է։ Եթե ուզում եք պարոն Չախյանը շուտ վերադառնա իր տեղը, խնդրում եմ լրություն պահպանեք։ Համեցեք պարոն Չախյան։ ու մի բան էլ, ուժեղ Հայաստան խմբակցության գործընկերներ, այս դալիճից, այս ամբիոնից զինվորների առողջության ու անվտանգության մասին խոսալու իրավունքից դուք ինքներդ ձեզ զրկել եք, որովհետև հայ զինվորի մահը կամեցող անձին Էդգար Ղազարյանին տարեն նստեցրել եք ձեր կողքը ու падգամավորի մանդատ եք տվել։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար